Ողջույն ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Գյումրիից եւ այսօր զրուցելու ենք Շիրակի հոգեոր առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի հետ, Աստված օգնական սրբազան հետ։ Գյումրիում նախընտրական փուլ է, ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը։ Քարոզարշավի, սովորական քարոզարշավի։ Ոչինչ այդպես հատուկ չկա։ Մասնավոր այնպես բացառիկ ինչ-որ տարբերակիչ բան չկա, որ ասես, սովորական, ինչպես անցած անգամները։ Դուք հայտնի եք ձեր ընդդիմադիր քաղաքական հայացքներով, ընդդիմության շանսերն ինչպես եք գնահատում։ Դե բարձր են, ընդդիմության շանսերը բարձր են, եթե միավորվեին ավելի բարձր կլինեին, բայց հուսանք, որ այս վիճակում էլ ընդդիմությունը իր ներկայացուցիչներով, իրական ընդդիմությունը իր ներկայացուցիչներով կկարողանա մեծամասնություն ապահովել։ Գյումրիի խնդիրներից խոսենք, ինչ եք ակնկալում Գյումրիի հաջորդ քաղաքապետից, ինչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Այդ նույն բանը, ինչ որ պահանջել եմ նախկին քաղաքապետերից։ Ազնվություն, պարկեշտություն, կոռեկտություն, հավասարակշռություն, աշխատասիրություն եւ մի քիչ էլ ինքնամոռաց կերպով նվիրվել քաղաքին։ Քաղաքը լեփլեցուն խնդիրներ ունի, բնակարանային ապահովման իմաստով, փողոցների իմաստով, կարգավորման իմաստով, փողոցների մաքրման իմաստով, աղբանության իմաստով, ջրամատակարարման իմաստով, ջրահեռացման իմաստով եւ այլն։ Սրբազանը չէ, որ պետք է ասի, բայց ինձ համար բնականաբար ամենաշատը եւ ամենակարևորը իբրև հոգեվորական մթնոլորտն է, մթնոլորտի բարեփոխումը քաղաքում, բարոյական հոգեվոր մթնոլորտի ապահովումը, մշակութային մակարդակի բարձրացումը եւ այլն, այլապես դրանք բոլորը ինքնաբերաբար էլ կարող են լուծվել մնացած բոլոր խնդիրները։ Գիտեք, ես միշտ ցավով ասել եմ, որ ցավով Գյումրին ունի 3 ռեժիմ. սառույց, ցեխ, փոշի։ Հիմա դուք եկել եք ցեխի շրջանում։ Պետք է սա ամենահիմնական պայքարելու տեղն է։ Փոշին եւ ցեխը պետք է այս քաղաքից իսպառ վերածվի։ Դե սառույցի դեմ ավելի դժվար է, սառույցը բնական է, բայց ցեխը եւ փոշին հիմնականում արհեստական է։ Եվ պետք է այս փողոցների հարցը լուծել վերջնականապես, որպեսզի ամեն տարի նոր ասֆալտապատում չիրականացվի։ Այլապես ամեն գարուն ասֆալտը հալվում է եւ մենք նույն վիճակն ունենք, ինչը որ միշտ։ Եվ ցավոք ես 60 տարվա գյումրեցի եմ, 62 տարվա գյումրեցի եմ, փողոցներ կան, որոնք ես այդպես էլ ասֆալտապատած բարեկարգ չեմ տեսել։ Ես պետք է տեսնեմ։ Օրինակ Շիրակացու փողոցը, ես ամբողջ կյանքումս չտեսա բարեկարգ, կամ եթե տեսա շատ կարճ մի սեզոն։ Մի խոսքով խնդիրները շատ են, բայց այդ բոլոր խնդիրները լուծելի են, եթե լինի ազնվություն, պարկեշտություն, կոռեկտություն, մտահոգություն, աշխատանք, չարքաշ։ Բոլոր այդ հարցերը մի քաղաքապետի օրոք հնարավոր չէ լուծվել։ Հիմա շատ կան թեկնածուներ, որոնք մեծ խոստումներ են տալիս, մեծ բաներից են խոսում, բայց այդ ամենի համար միջոցներ են պետք։ Այդ միջոցները չկան։ Այդ միջոցները պետք է հայթայթվեն։ Կամ եղած միջոցներ արդյունավետ պետք է օգտագործվեն, խնայողաբար պետք է օգտագործվեն, ցավով պետք է օգտագործվեն, ոչ թե մսխելով պետք է օգտագործվեն։ Շատ բան մսխվում է։ Դեռ ինչպես ամենուր, մենակ Գյումրին չի վերաբերում, դեռ այսպես ասած հանրային բյուջեն սեփական լինելու զգացողություն չկա։ Մենք, չէ, մենք իբրև հայ մարդիկ, սեփական բյուջեի նկատմամբ խիստ չափավոր, խիստ հաշվարկային, բայց հանրային բյուջեի նկատմամբ անփույթ եւ անտարբեր։ Այս անփութությունը ու անտարբերությունը պետք է վերանա։
Կարծիք կա, որ Գյումրու ընտրությունից է կախված Հայաստանի ներքաղաքական ընթացքը եւ հետագա գործընթացը իրավիճակը։ Ինչպես եք դուք կարծում, արդյոք դա այդպես է եւ ինչով է այն պայմանավորված։ Կախված չի, բայց կարող է լուրջ դերակատարություն ունենալ, եթե Երևանը ցանկություն ունի, ասենք տվյալ պարագային ընդդիմության ստեղ հաղթանակի դեպքում այնտեղ process-ը սկսել։ Բայց Երևանը ունի այդ տրամադրությունը process սկսելու։ Շատ հնարավոր է, որ ընդդիմությունը այստեղ հաղթի եւ դա ասված, որ հաղթի։ Ես այս քաղաքում համար մեկ ընդդիմադիրը ես եմ, ոչ թե քաղաքապետերի տեխնազուները։ Այդպես է, այդպես չի։ Ուրեմն դա ասված, որ հաղթի, բայց դրանից հետո process կսկսվի Երևանում, թե ոչ, չգիտեմ։ Եթե process չսկսվի, ընդհակառակը Գյումրիի վիճակը կծանրանա ավելի, որովհետև նրանք պետք է սաբոտաժ անեն Գյումրիի ընդդիմադիր իշխանության բոլոր ծրագրերին։ Ձեր կարծիքով պետություն եկեղեցի հարաբերություններն առողջ զարգացում են ապրում, թե կան խնդիրներ։ Չկա պետություն եկեղեցի հարաբերություն հիմա չկա, որ այդպիսի հարաբերություն գոյություն չունի։ Մենք կարող ենք խոսել հարաբերությունների բացակայության մասին։ Նույնիսկ սովետական տարիներին այսպիսի բացակայություն չի եղել։ Նույնիսկ սովետական տարիներին պետություն եկեղեցի հարաբերություններ եղել են։ Չափավոր, քաղաքավարի, բարեկամական եղել են։ Այսօր չկան։ Բոլոր մագարտակների վրա չկան, կան որոշ տեղական մագարտակներ, էլ ոչ ամենտեղ։ Որոնք եւ հանրապետական մագարտակի վրա եւ կոնկրետ Շիրակի մարզային մագարտակի վրա հարաբերություններ չկան պետություն եկեղեցի։ Ով եւ ինչպես պիտի վերականգնի։ Դες իշխանությունը երբել ուզենար կարող էր վերականգնել, բայց պարզ է, որ իրենց բնավորությունը թույլ չի տալիս, որ իրենք վերականգնեն, որովհետև դա կնշանակի իրենց համար նվաստանալ եկեղեցու առաջ, իրենք պատրաստ են նվաստանալ Ադրբեջանի, Թուրքիայի առաջ, մյուս երկրների ցանկացած բաների առաջ նվաստանալու պատրաստ են, բայց իրենց մայր եկեղեցու նկատմամբ ոչ թե նվաստանալու, այլ որդիական հնազանդություն ցուցաբերելու ունակ չեն։ Չի դրված իրենց մեծ այդ բանը, մեխանիզմը չկա, կամ հանվել է ինչ-որ սեմինարների միջոցով, հանվել շբրդվել է Հրազդանի կիրճը, այնպես որ սրանցից հույս չկա։ Ընտրական գործընթացներում հաճախ է քննարկվում ժողովրդի քվեի արժեքի հարցը, որպես հոգևոր առաջնորդ ինչ խորհուրդ կտաք մարդկանց, որոնք հիասթափված են եւ չեն ցանկանում մասնակցել ընտրությանը։ Չէ, մասնակցել պետք է, որովհետեւ դա է կոնկրետ այս պահին միակ հնարավորությունը դա է։ Ես ինքս էլ դեմոկրատական ընտրություններով եւ Հայաստանի ընտրություններով հիացած մարդ չեմ, երբեք չեմ եղել։ Ինքս էլ խորքի մեջ դեմոկրատ չեմ, իբրև եկեղեցական, ես հակված եմ ավելի մոնարխիզմի, միշտ էլ այդ մասին ասել եմ։ Բայց եթե դեմոկրատական սկզբունքներն են գործում եւ դեմոկրատական մոտեցումներն են գործում, պետք է այդ մոտեցումներին լինել հավատարիմ։ Եվ դրա համար ընտրության չգնալը ճիշտ չի։ Պետք է գնալ ընտրության, կատարել ընտրություն, այո, ոչ բոլորի սրտով կլինի ընտրությունը, բայց հուսանք, որ քաղաքի եւ երկրի համար կլինի օգտակար, ոչ թե այս կամ խմբավորման համար, այլ քաղաքի կոնկրետ եւ ընդհանուր երկրի համար պետք է օգտակար լինի։ Իսկ այդ իմաստով յուրաքանչյուրը պարտավոր է իր կարծիքը արտահայտել քվեով։ Եթե ինքը մտահոգ է այս երկրի ապագայով։ Ըստ ձեզ ինչ հատկանիշներ պիտի ունենա Գյումրիի քաղաքապետը։ Մարդ պետք է լինի, ինչ պետք է, մարդ պետք է լինի, հայ մարդ պետք է լինի, հայ քրիստոնյա մարդ պետք է լինի։ Հայկական արժի համակարգ կրող մարդ պետք է լինի։ Այս երկրի ու այս քաղաքի, այս յուրաքանչյուր փողոցի, յուրաքանչյուր թուփի, յուրաքանչյուր քարի նկատմամբ ցավացող մարդ պետք է լինի։ Եթե մարդը ցավացող եղավ, ինքը կգտնի ճանապարհը ծառայության։ Եթե ցավացող չեղավ, ինչքան էլ ուզենա հնարավորություններ ունենա, ինքը այդ հնարավորությունները քաղաքի համար չի օգտագործի։ Դրա համար Աստվածաշունչը ասում է մարդ է, որ գործե զերգիր, մարդն է, որ երկրում գործում է, ինչ-որ բան փոխում է, երկիրը հանձնված է մարդուն, մարդը կարող է ինչ-որ բան փոխել։ Հիմա, եթե մարդը ունի այդ կարողությունը, կարողունակությունը, ինտելեկտը եւ նաեւ
մակրակենցաղությունը, մաքուր սիրտը, մաքուր հոգին, մաքուր միտքը, ծառայության ցանկությունը, ծառայասիրությունը գտնի ձևերը եւ ճանապարհները ծառայելու։ Իսկ եթե ինքը գալիս է ծառայեցնելու, գտնի ձևերը ծառայեցնելու։ Եվ վերջում որպես Շիրակի հոգևոր առաջնորդ ձեր հորդորը պայքարող կողմերին եւ ժողովրդին։ Դե ես իմ կոչը բնական է, որ պետք է լինի, կեղծավորություն կլինի, եթե չլինի, որ ասեմ, գիտեք, գնացեք ու ուզում եք տվեք, չէ՞։ Բայց ես ասում եմ, որ գնացեք, բոլորդ մասնակցեք քվեարկության։ Եվ իմ հորդորն է նաև, որ այո, ընդդիմադիր թևին տրվեն ձայները, որպեսզի այստեղից հնարավոր լինի ինչ-որ մի process սկսել եւ այո ազատվել այս հագահայկական իշխանություններից։ Իսկ որ այս իշխանությունները հագահայկական են, ինձ համար այլևս դա քննարկման թեմա անգամ չի։ Այո, կան այս ուժերի մեջ, այս ուժերին հետևից ընթացող ժողովրդական մասսաների վրա եւ նաեւ բոլոր մագարտակների վրա մարդիկ, որոնք այո հետևում են առանց հասկանալու թե ինչ վտանգ եւ ինչ վնաս է բերելու այս ամեն ինչը արդեն բերել է Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Ես չեմ ասում, որ ԿՊ-ին յուրաքանչյուր ձայն տվողը, չգիտեմ, այլազգի է, էս է, այն է, այդպիսի բաներ չեմ ասում։ Թեև ասում եմ, որ հայերս փոքրամասնություն ենք, բայց ամենայն դեպս ես այդպիսի որակումներ չեմ տալիս, հարգում եմ յուրաքանչյուրի ընտրությունը եւ յուրաքանչյուրի ընտրության ազատությունը, բայց ընտրությունը չպետք է այնպիսին լինի, որ դժբախտություն եւ ողբերգություն բերի։ Շնորհակալություն Սրբազան հայ ժամանակ գտնելու համար։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի հետ։ Շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում։